Սիրելի գործընկերներ, քաղաքացիներ, սիրելի երեխաներ, շնորհակալություն, որ այսօր այցելել եք եւ կլսեք մեր քննարկումները դաշնակցության վերաբերյալ։ Տիկին Մարիա Կարապետյանի ելույթը շատ հետաքրքիր էր եւ կարծես ինձ տրամադրեց, որ ես շարունակեմ իմ այսպես ասած այն ինչ որ ես մտածում էի, որ ինքը կարող էր ասել եւ սկսեմ եւ շարունակեմ ձեր 135-ամյա պատմությունից, հարգելի գործընկերներ, որով դուք հպատանում եք։ Ես չգիտեմ մի այնպիսի կուսակցություն, որը այդքան ամաչում է իր պատմությունից, ինչքան դաշնակցությունը։ Որովհետև դուք, հարգելի գործընկերներ, ձեր քննարկումներում եւ դաշնակցության պատմության մասին խոսքեր ասելուց միշտ այն ամոթալի էջերը շրջանցում եք, որոնցով այդքան հարուստ է այդ կուսակցությունը։ Ես չեմ ուզի հիշեցնել դրանց մասին, ուղղակի կուզեմ մեկ նախադասություն ասել, որ դաշնակցությունը այն կուսակցությունն է, որը պետական ցանկացած քայլ կարող է ներկայացնել որպես հարձակում ազգի վրա, որը թույլ է տալիս գրեթե ընտրազանգված չունեցող այս կուսակցությանը միշտ զբաղեցնել բարոյական բարձր դիրք։ Եվ այդ բարոյական բարձր դիրքն էլ, հարգելի գործընկերներ, ձեզ միշտ թույլ է տալիս հանդես գալ ձեր դաշնակցության ծրագրից։ Ես բացեցի նայեցի դաշնակցության ծրագիրը, որից հատվածներ էր զետեղված կայքում, եւ հասկացա, որ դաշնակցության ծրագրով այս լուսավորյալ դարում, 21-րդ դարում, 2026 թվականին հանդես գալը, եթե չասեմ ժամանակավրեպ է, ապա գիտեք ինչ տպավորություն է թողում, ոնց որ ինչ-որ մի դիակի արտաշիրի մում անեն, մասունքները բերեն դնեն մի հանդիսավոր տեղում եւ ասեն, որ այս մասունքները ինչ-որ որոշիչ դեր են կատարում։ Ձեր կուսակցության ծրագիրը ընդհանրապես հակապետական ծրագիր է, եւ ես ուզում եմ այդ ծրագրից մի քանի դրույթներ կարդալ, որպեսզի մենք միասին հասկանանք, թե ինչի մասին է ընդհանրապես լռում դաշնակցությունը, խոսելով ազգային նպատակներից, ինքնությունից եւ ավելի վեհ գաղափարներից։ Եվ ձեր նպատակադրումում դուք նշում եք ազատ անկախ միացյալ Հայաստանի կերտումը եւ նշում եք, որ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնի Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, եւ դրա մասին խոսելը, եթե ես հիմա խոսեմ, որ Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը չեն կարող լինել Հայաստանի կազմում, մի ողջ դաշնակցություն եւ դաշնակցության մերձավոր ընկերները պիտի ինձ մեղադրեն, որ ես հայրենասեր չեմ, որ ես մեր պատմությունը չեմ սիրում, բայց դուք կարող էիք օրինակ ավելի հետ գնալ եւ Բերլինի կոնգրեսը գրել, այստեղ 61-րդ հոդվածը, որը կարծես ավելի վատ չէր լինի։ Հետո կարող եք, եթե այդ չէ, գոնե Սան Ստեֆանոն հիշատակել, գիտեք ինչ, կարելի է գրել, այո, Միացյալ Հայաստան Սևրի պայմանագիր Արցախի, Ջավախքի, Նախիջևանի երկրամասերի միավորում, ու դուք այդպես ուզում եք գալ դառնալ իշխանություն, դրա համար 135 տարի դուք չեք կարողացել իշխանությանը նույնիսկ մոտ լինել, ամբողջական իշխանություն վերցնելու համար, դուք չեք կարող, որովհետև դուք պետականության մասին որևէ պատկերացում չունեք, եւ դուք խոսում եք ձեր դրույթներում Հայաստանի պետականության հզորացման, ժողովրդավարության եւ իրավական պետության նվիրագործման մասին, ապա դուք պետականության հզորացման համար ոչինչ չեք արել, ինչպես կասեր պարոն Ռուբինյանը, հասել եք 004 շրջաբերականին, ժողովրդավարության համար դուք ոչինչ չեք արել, բացի ծաղրելով ժողովրդավարությունը եւ շարունակում եք ծաղրել ժողովրդավարությունը, դուք ժողովրդավարությունը հաստատելու փոխարեն ընտրություններ կեղծելն եք ողջունել անկախացման 30 տարիների ընթացքում եւ պետության իրավական պետության նվիրագործման տակ դուք ունեիք Բագրատ Գալստանյան եւ ձեր գործընկեր պատգամավոր Արթուր Սարգսյան, որոնք ինչ էին անում, որոշում են ահաբեկչություն անել։ Դա ձեր իրավական նվիրագործման հատվածներից մեկն է։ Տարագիր եւ աշխարհասփյուռ հայության համախմբում դաշնակցության ծրագրի նպատակադրումներից մեկն է։ Տարիներ շարունակ պարակտել եք ողջ սփյուռքը։ Էջմիածնին զուգահեռ ստեղծել թե մեր
որպեսզի ձեր ազդեցությունը ունենաք սփյուռքահայ մեր հայրենակիցների վրա, ստեղծել եք թեմեր եւ ղեկավարել եք այդ թեմերը։ Հիմա էլ կան այդ թեմերը շարունակում են գործել։ Խոսում եք դաշնակցական ազատ մամուլի մասին։ Սակայն երբ կարդում ես պատմությունը, տեսնում ես, որ օրինակ Կահիրեում ժամանակին մի դաշնակցական թերթ է եղել, որը մեղադրել է Իրաքի թեմի առաջնորդին KGB-ի գործակալ լինելու մեջ, մեղադրել է նրան ինչ-որ լուտանքներով, հայհոյախառն հոդվածներով եւ հոգեվոր հայրը դատի է տվել այդ դաշնակցական թերթին։ Եթե չեք հավատում, կարող եմ թերթը տպագրված մոտս կա բերել եւ կարդաք։ Ամեն ինչ թվագրված է, կամ 1956 թվականին արքեպիսկոպոսի սպանությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչի համար, որովհետեւ չէր ուզում ձեզ հետ համագործակցել, որովհետեւ դրան մեղադրում էիք Էջմիածնի հետ համագործակցության մեջ ավելի, քանի որ այդ ժամանակ դաշնակցությունը համարում էր, որ Էջմիածինը KGB-ի գործակալ է, որ Էջմիածնի կաթողիկոսությունը, որ մայր աթոռը համագործակցում է խորհրդային KGB-ի հետ, դաշնակցությունը։ Հիմա դաշնակցությունը դարձել է Էջմիածնի մեծագույն պաշտպանը։ Նույնիսկ Կատրիժ Ներսիսյանը հոգևոր հայրեր է ուղարկում դաշնակցական ժողովները օրհնելու համար։ Կարծում եմ կարող եք մի հատ էլ հոգևորական ընտրել Գերագույն մարմնի անդամ։ Կարող եք ոչ, դա արդեն ձեր ըստ ճաշակի։ Ինչ եք արել անկախության 30 տարիների ընթացքում, որպեսզի արժանանաք դրական գնահատականի, որպեսզի ժողովուրդը ձեզ վերաբերվի, որպես իր ծոցից դուրս եկած եւ Հայաստանի ազատության համար պայքարող երկիր։ Ինչ է կուսակցություն։ Այո, Արցախյան ազատամարտի ժամանակ տվել եք զոհեր, որոնց առաջ բոլորս խոնարհում ենք, սակայն դուք որևէ կերպ չեք ուզում, որ մենք ունենանք խաղաղություն, դուք ծաղրում եք խաղաղությունը, ձեր գործընկերը այստեղ այս ամբիոնից այսօր ծաղրեց խաղաղությունը, ասելով, որ սա մենք էսել ենք կորցնելու, նախ սա էս չի, սա Հայաստանի Հանրապետություն է, որտեղ բոլորս ապրում ենք, սա անկախ պետություն է, սա էս չի եւ մենք էս Հայաստանի Հանրապետությունը չենք կորցնելու ի հեճուկս ձեզ, ի հեճուկս ձեր նմանների, որովհետև դուք չեք ուզում եւ չեք կարող տանել, որ մենք կարող ենք ունենալ անկախ պետականություն ունեցող երկիր, որտեղ դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Եվ դաշնակցությունը իհարկե վաղուց անելիք չուներ։ Եվ ձեր սիրելի եւ մեր սիրելի պետական գործիչներն են ժամանակին ասել դրա մասին։ Դուք ասում եք Հովանես Թումանյան, Ավետիք Իսահակյան, բա Ալեքսանդր Շիրվանզադե, Գարեգին Նժդե, Հովանես Քաջազնունի, բա իրանց ինչի չեք մեջ բերում։ Ինչի չեք մեջ բերում։ Անդրանիկ, ինչի չեք մեջ բերում։ Դե չեք մեջ բերի, որովհետև այդտեղ արդեն դաշնակցական դիֆերանբներ չկան։ Երբ որ մարդիկ իջել են հողի վրա եւ տեսել են, թե ում հետ են գործ ունեցել այդքան տարիներ, պետք չի համահարանքով ծիծաղել, այդպես հեգնել։ Ինչ։ Ես ոչինչ չեմ արգելում, ես ուղղակի չեմ ուզում դուք ինձ այդտեղից ընդհատել, դուք կարող եք գալ եւ խոսել ձեր կուսակցության վեհ գաղափարների մասին, բայց էսա ձեր կուսակցության վեհ գաղափարները։ Հատվածներ ՀՅԴ դաշնակցության ծրագրից։ Ժամանակավրեպ, ոչինչ չասող, ոչ մի բանի մասին եւ ամենակարևորը կուսակցություն, որի կուսակցականները երթվում են գերեզմանի վրա զենքով։ Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ, ասենք դուք ինչ չգիտեմ, այդ որ ասում եմ արտաշիրիմում անել, էդ էլա դրա մասին։ Դուք գոյություն չունեցող ծրագրով թղթի վրա գոյություն ունեցող, սակայն կյանքում ոչինչ չասող, չխոսող մի կուսակցություն եք, որը միայն կարող է հավակնել բարոյական ինչ-որ դիրք, բարձր դիրք չեմ ասում այլևս, ինչ-որ դիրք գրավելու համար։ Դուք չեք կարող հավակնել որևէ պետական դիրք գրավելու համար, որովհետև
դուք այնքան ժամանակավրեպ եք, որ նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել։ Շնորհակալություն։ Ծովինար Վարդանյան։ Պատրաստվի Արմենուհի Գյուրեղյանը։